Պարոն Խաչատրյան, պատմական այց են որակում իշխանությունները, ԱՄՆ փոխնախագահի այց է, այս այցի հետ կապված օրակարգ մի քանի հարցերից այսպես ներկայացրել են միջուկային էներգետիկա, ատոմակայանը, այս հարցերից շրջանակից բացի ձեր կարծիքով Վենսի այցը Հայաստան ինչ կտա ընդհանուր առմամբ, որովհետև մենք տեսնում ենք բավական նաև հագեցած Ադրբեջան այցի օրակարգ։ Արդյոք Հայաստանի օրակարգը միմիայն ամերիկյան չի, ինչպես շատերն են պնդում, եւ Հայաստանը այստեղ քիչ օգուտներ կունենա։ Ես ակնկալում եմ, որ Հայաստանի իշխանությունները Վենսին կխնդրեն ճնշում բանեցնել Ադրբեջանի կառավարության վրա, ազատ արձակելու Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ներառյալ Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Հիմա դե ասեք, այդ ինչից ենթադրեցիր, որ այդպես բան կանեն, իհարկե չեն անի, բայց ընդդիմությունը եւ հասարակությունը այդ հարցը պետք է ԱՄՆ փոխնախագահ Վենսի քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ հարցերը փոխնախագահ Վենսը քննարկի Ադրբեջանում։ Մյուս խնդիրը Հայաստանի ապաշրջափակման հարցն է։ Թրիփը որևէ կերպ չի կարգավորում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Չարաշ Պապյանն ասում են արդեն գործարկված, թրիփը արդեն Դե ուրեմն Պապան ասում են, ինչ որ ես դեռ ասում եմ օգոստոսից, երբ այնտեղ գրված ա եղել օգոստոսի 8-ի փաստաթղթում Հայաստանը կստանա փոխադարձ առավելություն, այդ փոխադարձ առավելությունը ամեն ինչ է Հայաստան մտնող, Ադրբեջանից մտնող եւ դուրս եկող ճանապարհների ապաշրջափակումից բացի, որովհետեւ որպեսզի Հայաստանը ապաշրջափակվի, առնվազն պետք է գործի երասխ Ադրբեջան Նախիջևանի սահման երկաթուղին եւ ճանապարհ, ավտոմոբիլային ճանապարհը եւ Իջևանից դեպի Ղազախ գնացող ճանապարհը։ Դրանից բացի, եթե թրիփով անցնելու են էներգետիկ ենթակառուցվածքներ, ապա նման հնարավորություն փոխադարձության սկզբունքի հիման վրա պետք է ստանա Հայաստանը, բայց ակներևաբար Հայաստանի իշխանությունները կվախենան Ադրբեջանի նման պանջ ներկայացնել, փոխարենն ասում են, հա դե ինչ կլինի, որ մենք Ադրբեջանին տրամադրում ենք անխոչնդոտ անցում, ընդհանրապես տեքստը որ նայեք այդ միջագշեր փաստաթղթերի, ասում է Ադրբեջանի նկատմամբ տարբերակված մոտեցում։ Դա տարբերակված մոտեցում հենց Միջանցքի էությունն է։ Ադրբեջանին տալիս են Միջանցք, փոխարենը ինչ են անում, թույլ են տալիս, Ադրբեջանը թույլ է տալիս իր տարածքով երրորդ երկրների արտադրանք ներմուծել, այլ ոչ թե արտահանել։ Այդ է իրանց ասածը։ Իսկ մենք ասում ենք, դա պետք է լինի փոխադարձության սկզբունքով։ Ինչ դու ես տալի, պետք է նույնն էլ Ադրբեջանը տա։ Այսինքն հայկական գնացքները պետք է կարողանան Իջևանից մտնեն Ադրբեջան անխոչնդոտ front office, back office նույն կազմակերպչական նույն կարգավորումներով դուրս գան երրորդ երկրների երկաթգծային ցանցեր։ Իսկ մոդուլային ատոմակայանի հետ կապված ինչ կասեք, հնարավոր է մեր գործողը փակվի ժամանակի ընթացքում եւ փոխարենը։ Չէ, դե մեր գործողը անկասկած պետքա փակվի, որովհետեւ ցանկացած ատոմական աշխարհում փակվել է, որովհետեւ ատոմականները որ կառուցում են, իրանք որոշակի գործունեության ժամկետ ունեն, գործունեության ժամկետը երկարաձգվում է մի քանի անգամ, 6 ամորի ատոմականի գործունեության ժամկետը երկարացվել է, մինչև 30-ականների կեսերն էր, այո, դա երկրորդ երկարաձգում, որտեղ 20 տարով ռեսուրսը ավելացվել է, բայց ինչ-որ մի պահ պետք է փակվի։ Հայաստանը դուք մոդուլային մասն եք խոսում, դա համար եմ ասում, դա պետք է փակվի։ Մյուսը, այսինքն Հայաստանը չի դրանից բացի, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ատոմային էլեկտրակայան չունենալ, որովհետև ատոմային էլեկտրակայանը Հայաստանը բերում է աշխարհաքաղաքական հարթություն։ Ավան երկրները, որոնք ունեն ատոմական, նրանք մի քիչ այլ կարգավիճակ ունեն, դա ընտրյալների ակումբի հարց է։ Բայց պետք է հասկանանք, որ ատոմակայանը դա միայն էներգիայի աղբյուր չի, դա քաղաքական պայմանավորվածությունների արդյունք է, այսինքն սենց այսօր սան եմ խոս տալի, վաղը նրան եմ խոս տալի, ֆրանսիացիների հետ են բանակցում, ամերիկացիների հետ են բանակցում, ռուսների հետ են բանակցում, ելք պետք է բանակցես, բայց քաղաքական կողմնորոշումը ստեղ ավելի կարևոր է եւ ապահովությունն իհարկե պահելով։
Պարոն Խաչատրյան, նաև այսպիսի տեղեկություններ կան փորձագետների մոտ, որ հետաքրքրություն կա Ամերիկայի Միացյալ Նահանգների Սյունիքի օգտակար հանածոների եւ ուրանի հանքի հետ կապված եւ Վենսի այցը նաև այս հարցերն է շոշափելու այստեղ։ Ասկան չի փորձագետ լինելու համար փորձագետ լինել տեքստ կարդալու համար հստակ հունվարի 14-ի փաստաթղթում գրված է, որ Ամերիկայի շահը դա ուրեմն միներալներն են եւ ասկան հանքանյութերն են եւ օգտակար հանածոներն են, օգտակար հանածոներն են եւ հազվագյուտ հողային մետաղներ, ասկան ամերիկացիները չեն էլ թաքցնում, որ իրանք շահագրգռված են, հետաքրքրված են Սյունիքի հանքային ռեսուրսների Էլ եմ ասում, այդտեղ փորձագետի հարց չկա, բարձ գրած է իրանք։ Եվ մաքսատուրքերի Իրանի հետ կապված հայտարարության մասին Թրամփի էլի կրկին ասում է Իրանի հետ առևտրան անող երկրների մաքսատուրքերը մեծացնում են մաքսատուրքերը։ Սա Հայաստանի տնտեսության վրա ինչպես կանդրադառնա։ Կատաստրոֆիկ։ Հայաստանի Հանրապետությունը միշտ կարողացել է բալանսավորված, փոխլրացնող, կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ Եվ Միացյալ Նահանգներ, Իրան հակամարտությունների նույնիսկ ամենավատ պայմաններում Հայաստանը ստացել է Միացյալ Նահանգների ընկալումը, որ Իրանի հետ հարաբերությունների փչացումը մեզ համար ուղղակի կենսական գոհութենական ռիսկ է։ Ակներևաբար այս իշխանությունները այդ հարցում հաջողություններ չեն արձանագրել, որովհետև եթե Հայաստանը փակի սահմանը Իրանի հետ կամ միանա Իրանի դեմ պատժամիջոցներին, մենք ունենալու ենք շատ լուրջ խնդիրներ, գոհութենական մակարդակի խնդիրներ։ Այնպես որ պետք է կարողանան թույլ չտան, որպեսզի դրվի այդ հարցը կամ։ Դեք մենք դեռ 21 թվականից մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թող Արցախում լինեն ռուսները, իսկ Սորկ Խոզնավար հատվածում լինեն այլ երկրի խաղաղապահ ուժեր, ասում ենք Հայաստանը չես կարող դարձնել տիտանների բախման թատերաբեմ, որովհետև տենց բան որ անում ես, վաղը կամ-կամի հարցն է առաջանալու եւ իրանց բալանսավորված եւ բալանսավորվող քաղաքականությունը կարող է բերի շատ ծանր հետ